Խնդրեմ որպես քաղաքացի ձեր դիրքորոշումը հայտնեք, թե ինչպես եք ընդունում գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, հատկապես կխնդրեմ անդրադառնաք Խաոսյան պայմանագրին։ Ջանը, ես մի բան կասեմ, իմ համար Հայաստանում իշխանություն գոյություն չունի։ Սրանք ադրբեջանա-թուրքական իշխանություններ են։ Սրանք տանում են ադրբեջանա-թուրքական պրոպագանդան։ Սրանք դավաճան թշնամի իշխանություններ են։ Կարող եմ այդքան բան ասել։ Կարող եմ ասել, որ ազգ համախմբվի, հայ ժողովուրդ խնդրում եմ։ Դրեք բոլոր աբիդաները մի կողմ։ Մի մանեկեք հիմա մեղավորների վախտը չի։ Համախմբված սրան վռնդենք իշխանությունից սրանց։ Սրանք կործանում են Հայաստանը։ Ցավը տանեմ, 1000 անգամ ասել եմ, դավաճանի օրակարգով ընտրությունների չեն գնա։ Հասկանում եք։ Սրանք դավաճան են, սրանց հետ չի կարելի, ոնց կարելի է դավաճանի հետ գնալ ընտրությունների։ Մի հատ հարց եմ տալի։ Ես ասում եմ, դու դավաճան ես, սրիկա ես, դու թշնամի ես, ու ես նրա հետ գնում եմ ընտրությունների։ Հասկանում եք, դա գիտեք ինչքան սարսափելի է։ Դու մի հատ խորը նայեք, իմաստը նայեք։ Մենք մեծ սխալ արեցինք, որ 21 թվի ընտրություններից հետո չելանք փողոց։ Ինչ կանգնեցրեց։ Թող պատասխանեն կռող տղեկը։ Սահմանադրական դատարան էին հետում։ Թող իրանք պատասխանեն, ես դա չեմ պատասխանի։ Ես իմ չափով սրանց կրող եմ, որտեղ ելնի, բայց իրանք կրող չեն։ Ես իմ չափով, որպես քաղաքացի։ Ու ես տուն չեմ եթալու, մինչև սրանց չվռնդենք, 7 տարի է ես դուսնը, 7 տարի։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պետք է երկու ազգերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի, Ալիևը հայտարարում է, որ հայերի հետ անհնար է բարեկամ դառնալ եւ նոր հայցեր է ներկայացնում միջազգային դատարան։ Դուք ինչպես կմեկնաբանեք, արդյոք ճիշտ քաղաքականություն է որդեգրել Հայաստանը եւ ինչ քաղաքականություն է որդեգրել Ադրբեջանը։ Ջանա, ես քեզ մի բան կասեմ։ Երբեք թուրքը հային հաղթել չի կարա։ Մենք այս պատերազմը դավաճանվել ենք, մենք այս պատերազմը չենք պարտվել։ Հիմա Ալիևը վերցրել է կոզրը ձեռը, որ Իրանից գնված տրուկին դրել է Հայաստանի իշխանություն, ու մենք այդ դրանից ենք տառապում։ Հասկանում ես։ Այս ազգի արգանդը չի չորացել։ Այս ազգը կծնի մարդկանց, որոնք իսկապես պատասխանը կտան Ալիևին։ Ադրբեջանցիների հետ պատրաստ եք կողք կողքի ապրելու։ Ոչ եւ ոչ։ Ես պատրաստ չեմ ապրելու մի մարդկանց կողքին, որոնք ոչնչություն են իմ համար։ Իրանք вообще-то ազգ են։ Մի հատ արեք հələ հարցնենք, ի՞նչ է ադրբեջանցին։ Մի հատ Ատրպատանը արաբերեն Ադրբեջանը, արաբերեն։ Իսկ Ատրպատանը մակեդոնացի գեներալներից մեկի անունով է։ Ադրբեջանցի ազգ մինչև 36 թիվը գոյություն չի ունեցել, ցավը տանը։ Իրանք կոչվել են կովկասյան շոր թաթարներ։ Հասկանում եք։ Ախր չի կարելի, բավական է, մեր թշնամին ներսում է։ Ես Ալիևին ոչինչ չեմ կարող ասեմ, ինքը իր երկրի համար անում է։ Где-то թշնամիս է, ատում եմ, բայց ինչ որտեղ իր արածը հարգում է։ Հասկանում ես։ Մեր թշնամին ստեղ, դավաճան թշնամին, որ ուզում է ոչնչացնի հայ ազգին, որ այս ժողովրդին ոչնչացնում է։ Նա ինչի համար կայնավ համայն աշխարհին, հայերին ասեց, յանում հայերին ասում, բայց ինքը այդ հայտարարում են աշխարհում։ Մենք իրար հետ ամուսնացած չենք, ԶԱԳՍ չունենք, ոչ էլ եկեղեցով։ Դուք հասկացաք ինչ ուզեց ասել, որ սա ազգ չի, սա որակ չունի։ Դա ինքը գիտեր, որ նայում է աշխարհը։ Դա ոչնչացնում է հային։
Արցախի կորստից հետո մենք բարբերաբար բախվում ենք այն խնդրին, որ սահմաններում խախտվում է հրադադարը, 3 գիշեր եւս խնածախում խախտվեց։ Սա ինչի մասին է խոսում եւ նաեւ կցանկանամ անդրադառնալ արդյոք պատերազմի վտանգ դուք տեսնում եք որպես քաղաքացի։ Ջանա, պատերազմի վտանգ ես ամեն րոպե եմ տեսնում, որպես քաղաքացի։ Այն ինչ որ կատարվում է, ես դաժե չեմ կասկածում, որ Հայաստանի իշխանությունները իրար հետ համակերպված անում են այս բոլորը Ադրբեջանի հետ, որպեսզի վախացնեն մեր ազգը, որպեսզի սպանեն քո հոգու ուժը, հասկանում ես, որպեսզի խեղճացնեն, միթե չեք զգում, ադրբեջանցին լավ գիտի, սա փոխվեց, առնվազն 6 ամիս է պետք, մենք կուտենք Ադրբեջանին, կուտենք, կծամենք, այսենց, դաժե ես վերջի պատերազմին արցախցիների դեմ, իրանք արցախցիները տվել էին մոտավորապես 200 զո, իսկ իրանք 2000-ից ավելի, կծամենք, նրանք վախում էին ոտը դնեին անտառ, դա է ադրբեջանցին, դուք այդքան մի սարսափեք, հիշում եք հունիսյան դեպքերը 20 թվականի, Գեորգի Խաչատուրովի, սատկացրեց Ադրբեջանի իաշմային, ու սրան չէին ասե ինքը վերցրե արել էր այդ տղեն։ Բայց այսօր գեներալները դատվում են։ Լավ գեներալներն են դատվում, լավ գեներալները, որոնք կարային հայրենիք պահեին, որոնք իսկապես գեներալներ էին, իսկ նրանք ովքեր կանգնած են, ասում են պատիվ ունեմ ես ոչնչությանը, նրանք իմ մոտ պատիվ չունեն, ԱԱԾ-ն դարել է սելխոզ պրոդուկտների պահակ, կրպակների, ոստիկանությունը աշխատում է ընդդիմությանը, իսկ բանակը խեղճացած վիճակում է, ինչ եք ուզում։ Շատերի մոտ այն կարծիքն էր, որ Արցախը կորցնելով Հայաստանը կշահենք, որ Արցախը խանգարում էր Հայաստանին։ Ինչ շահեց Հայաստանի Հանրապետությունը Արցախի կորստից։ Դա հիմարի խոսակցությունը։ Սերգո ջան, Արցախը տանք, որ լավ ապրենք։ Գիտեմ, ու իրան եմ ասում։ Դու ես համար առաջինը։ Այնտեղ նստած է։ Ով որ սրան բերել է, ծնել է։ Եթե այսպես դնենք, բացենք քարտերը, այնտեղ դրած, այնտեղի մարդն է, հասկանում եք։ Ստալինը, որ Ղրիմում հանդիպում էր, եռյակը հանդիպում էր, ինքը Մոլոտովի հետ խարոշի պլախո էր խաղում դիպլոմատիայի ժամանակ, այնա դրանից դա լավ է սովորել։ Այս տիրող իրավիճակում մենք հաճախ ենք Նիկոլ Փաշինյանին տեսնում հեծանի վարելուց։ Արդյոք նա ճիշտ է պահում իրեն, ճիշտ վարքագիծ ունի։ Ջանա, գիտեք ինչ, սրան սովորացնում են ու աշխատում են պրոֆեսիոնալներ, ժողովրդին անընդհատ ցրում են, որպեսզի ժողովուրդը ցվրվի, խոսա հեծանիվից, խոսա բլդուղով, 2 բլդուղով հաց ուտելուց, խոսա փտած ատամներից, հասկանում եք, խոսա իրա գժություններից, որպեսզի ժողովուրդը ցվրվի, ոչ թե ժողովուրդը համախմբվի ու ասի դու դավաճան թշնամի, դու պետքա ռադլնես, դու պետքա գնաս ուղիղ ԱԱԾ-ի պատվա, դու չպետք է մեռնես, ինքը չպետք է սատկի, ինքը սատկելու է, ինքը չի մեռնելու, բայց սատկելու է երկելուց հետո, սատկելու է ամեն օր, որ տենա, ժողովուրդը գա թքի իրա վրա, հասկանում ես, ես դա եմ ասում, որպես քաղաքացի, ես ոչ մի քաղաքական ուժի կուսակցության դա չի հետաքրքրում, չնայած 70% ընկերներս են, թե հանրապետական, թե դաշնակցական, բայց իմ համար միևնույն է, իմ համար հայրենիքն է, ես անհատի պաշտամունքով չեմ տառապում, իմ համար իմ հայրենիքն է, իմ ազգը, դու ես իմ համար, քո գեղեցկությունը, որ հայ զավակներ ծնի, դա է իմ համար, հայոց մայրերը,
որոնք Աստծո ներկայացուցիչն են այս երկիր մոլորակի վրա։ Մի խեղճացեք, խնդրում եմ։ Մենք ամեն ինչ կանենք, Հայաստանը չի կործանվելու։